Վիճի Ստեփանյան բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար այս եթերին, մի քանի թեմաներ կան, բայց հիմա բոլորս ուշադրությունը նաև Իրան-Իսրայել այս պատերազմն է, Մերձավոր Արաբելքում կռիվը ստեյցիան նոր է սկսվում, իրավիճակը գերլարված է, ուղղակի այսպես բալիստիկ հրթիռներն այլևս հարվածում են Թիրախային, Սյունիքին ահազանգում են, որ լրջագույն վտանգներ է սպառնում այս իրողության պարագայում, Reuters-ը երեկ նաև հաղորդել էր, որ Ադրբեջանը դիտարկում է այլևս Հայաստանի վրա հնարավոր հարձակումը օգտվելով ստեղծված իրավիճակից։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Երեք այո տարածաշրջանը նորից լարվեց, Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, Իսրայելի այդ հարձակումը եւ տարածաշրջանում այս նոր մթնոլորտը լուրջ իրավիճակ է ստեղծում նաեւ Հայաստանի համար։ Երեք համահայկական ճակատշարժման առաջնորդ գեներալ Արշակ Կարապետյանը որպես պաշտպանության նախկին նախարար նաև իր անհանգստությունն ու ցավակցությունը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին, դեսպանատանը Հայաստանում։ Երեք համահայկական ճակատկուսակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին դեսպանատան առաջ եւ ցավակցական նամակ հանձնեցին Հայաստանում Իրանի դեսպանությանը։ Իրականում ինչ է տեղի ունենում։ Տեսեք, Իսրայելն է հարձակում գործողը, բայց իրականում Ամերիկան եւ Արևմուտքը փորձում են իրենց կամքը թելադրել ամբողջ աշխարհին։ Իրանը չի համաձայնվում նման երեկվա գիշերվա գոնե գործողությունները ցույց տվեցին, որ Իրանը չի համաձայնվում ուժի կիրառմանը եւ ցույց է տալիս, որ ուժը միայն չի կարող մեկ հոգին կիրառել, կարող է նաեւ ինքը կիրառել այդ ուժը եւ Իրանը որպես Հայաստանի համար հարևան բարեկամ երկիր մենք մի ցանկություն ունենք, հաջողություն մաղթենք Իրանին այս գործում, որովհետեւ Իրանի հաջողությունը նաեւ քիչ հավանականություն է ստեղծում այս պատերազմում, Իրանի հաջողությունը նաեւ որոշակիորեն անվտանգ կպահի Սյունիքի սահմանները, որովհետեւ Սյունիքն իր սահմաններով Իրանի համար կարմիր գիծ է եւ ես երեք տեսա Հայաստանի կառավարիչը Պրահայում էր, ես կարծում եմ օրինակ եթե իշխանության մենք լինեինք այս պարագայում, մենք մեր առաջին քայլը կձեռնարկեինք եւ թեպետ ճիշտ է Հայաստանի տնտեսությունը այսօր վատ վիճակում է, Հայաստանը ունի լուրջ խնդիրներ, բայց հաշվի առնելով որ տարածաշրջանում այսօր իրական միակ դաշնակից պետությունը մեզ համար Իրանի Հանրապետությունն է, մենք մեր հումանիտար օգնությունը կառաջարկեինք, չեմ ասում ռազմական չգիտես ինչեր եւ այլն, գոնե զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում, առաջին քայլը կսկսեինք մեր հումանիտար օգնությունը առաջարկելով, այդ ինչպես էր օրինակ Թուրքիայի պարագայում միանգամից ժամերի ընթացքում բացվեց Մարգարայի անցակետը եւ հումանիտար օգնություն ցուցաբերվեց, իսկ երեք ես լսում էի Նիկոլ Փաշինյանին, որ ասում էր թե ես եկել եմ խաղաղության թուղթը ձեռքս է, հավատացեք հունիսին կամ հուլիսին խաղաղություն ստորագրվելու է, ես այսօր կարդում եմ տելեգրամյան ալիքներ, ադրբեջանական կողմը ցավոք իր բոլոր զինվորներին արձակուրդում եղած բոլոր զինծառայողներին հետ է տարել դիրքեր, ամրացրել է դիրքերում զինվորների կշիռը, սա խոսում է մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ Պրահայում մի լրագրողի փորձում էր համոզել, որ ինքը գնում է խաղաղության, թեպետ այդ լրագրողը այդքան էլ չհամաձայնվեց Փաշինյանի հետ, ասելով որ աշխարհում շատ ու շատ դեպքեր կան, որտեղ հակամարտությունները ի վերջո չեն լուծվում խաղաղությամբ եւ դուք ինչ երաշխիք ունեք, որ կլինի խաղաղություն, Նիկոլ Փաշինյանը ասում էր ես հավատում եմ այդ խաղաղությանը։ Ուզում եմ ասել, որ խաղաղությանը չեն հավատում ուղակի սրտով, հոգով, մտքով խաղաղության համար պատրաստվում են, օրինակ ինչպես պատրաստվում է Ադրբեջանը։ Օրեր առաջ գեներալ Արշակ Կարապետյանը նշեց, որ Ադրբեջանը 4 միլիարդից ավել գումար է հատկացրել կործանիչներ ձեռք բերելու համար, սա մի ծակ քարտեզտ եւ թուղթ վերցրել աշխարհովման է գալիս, ասում է ես խաղաղություն եմ ուզում։ Նորից եմ ուզում մեջ բերել գեներալի խոսքը, որ խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի եւ ոչ թե մեր ժողովրդի նվաստության հաշվին լինի։ Այսօրվա տարածաշրջանի իրողությունները հաշվի առնելով Փաշինյանը պետք է լիներ երկրում 3, հետաձգեր իր այդ հարցազրույցը իր աղջկա հետ Պրահայի այցը եւ սկսեր
գործողություններ իրականացնել այնպես, ինչպես իրականացում է Ադրբեջանը։ Մեզ համար չպետք է միևնույն լինի, թե մեր հարևան պետությունում ով է նստած, ադրբեջանցին, թե Իրանը։ Մենք պետք է այսօր ամեն ինչ անենք մեր բարոյական աջակցությամբ, մեր հումանիտար աջակցությամբ, որպեսզի Իրանի Հանրապետությունը կարողանա այս իրավիճակից պատվով ու հաղթանակած դուրս գալ։ Երեկ նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենօրյա եւ ուղիղ կապի մեջ է Թուրքիայի հետ եւ նաև նախատեսվում է իր այցը Թուրքիա Էրդողանի հետ հանդիպում։ Խնդրեմ այս մասով։ Նիկոլ Փաշինյանը, ես կարծում եմ, ամենօրյա ուղիղ կապի մեջ է եւ Ալիևի հետ եւ Էրդողանի հետ, թե պետք է հիշեք, ասում էր ժողովրդի թիկունքում ոչինչ չեմ անում, բայց պարզվում է, որ ինքը ամենօրյա կապի մեջ է, բայց իր այն հպարտ Պողոսները, մյուսները, որևէ մեկը չգիտի, թե ինքը ամենօրյա կապի մեջ, օրինակ Էրդողանի հետ ինչ է քննարկում, մի հատ էլ հա գլուխ էր գովում, թե տեսեք, առաջ երրորդ երկրից էինք իմանում, թե Թուրքիան մեր մասին ինչ է մտածում, հիմա մենք անմիջապես իրենից ենք իմանում, թե ինչ է մտածում մեր մասին։ Թուրքիայի, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները երբեք չեն դադարի, դրա մասին վկայում են այո այն զենքն ու ռազմամթերքը, որ գնում է Ադրբեջանը, այն խոսույթը, որ կիրառում է այսօր Թուրքիան, տեսեք, ես Պրահայում լսում եմ իրեն, ինքը ասում է, Ադրբեջանը ասում է, որ Արևմտյան Ադրբեջանը պետք է վերականգնի Զանգեզուրում, հավանաբար տարածքային պահանջներ ունի Հայաստանից, այսինքն ինչ է նշանակում հավանաբար, Ադրբեջանը չի դադարում եւ չի դադարեցրել մինչ այսօր իր նկրտումները Հայաստանի ինքնիշխան պետության վրա, օրեր առաջ ջերմուկում էի, տեսնում եմ այդ դիրքերը, որտեղ վերընկած են հակառակորդի զորքերը, հարցնում եմ թշնամու զորքերը, հարցնում եմ, բա այս մարդիկ հիշում եք, ասում էին կսովածանան, կգնան եւ այլն, ինչպիսի ատելություն կար ջերմուկցիների մեջ այս իշխանության հանդեպ, որ բերել են ջերմուկ քաղաքը, այդ փոքրիկ հրաշալի քաղաքը դրել են ադրբեջանական ձեռքի մեջ եւ հիմա այդ թուղթը առած վազում ես այս կողմ, այն կողմ ասում ես, թե ես խաղաղություն եմ ուզում, խաղաղությունը նորից եմ ասում չեն ուզում, խաղաղությունը վաստակում են ուժով, խաղաղությունը վաստակում են լավ պատրաստվածությամբ եւ պատերազմում հաղթանակով, այլ կերպ խաղաղությունը դա մեր ժողովրդի նվաստացումն է, մեր ժողովրդի արժանապատվության հետ խաղալն է եւ մեր տարածքների կորուստն է։ Այս իրականությանը զուգահեռ իրենք շարունակում են կեղտոտաշահ հայ առաքելական եկեղեցու դեմ, ամենավերջին խոսքերով որակումներ տալով հոգևորականներին, Փաշինյանը մինչև անգամ հայտարարեց խումբ ձևավորելու մասին, նոր կաթոլիկոս են իրենք որոշել ընտրել, այս ամենը ինչի դրսևորում է։ Դե ես կարծում եմ, որ այս դրսից եկող հրահանգներ են, որովհետև հայ ժողովուրդը միշտ իր հավատի շուրջ է համախմբվել, եկեղեցու շուրջ է համախմբվել, ամենածանր պահերին մենք կհիշենք Արցախյան պատերազմում նաև մեր հոգևորականների դերը մեր տղաների կողքին լինելով, սա ուղղակի դրսից պատվիրված արշավ է հայ առաքելական եկեղեցու դեմ, ասեմ, որ հայ առաքելական եկեղեցու պահվածքը զուսպ է, հավասարակշիռ է եւ ես կարծում եմ, որ նույնիսկ անցած օրը այն քաղաքական ուժերը, որ այցելել էին Զվարթնոց օդանավակայան, մեր եկեղեցին այսօր դրա կարիքը չունի, որովհետեւ առավել քան վստահ եմ, որ հավատավոր հայ ժողովուրդը վտանգի պահին իսկապես կկանգնի իր եկեղեցու կողքը։ Գուցե քաղաքական ուժերից շատ է խաբվել, շատ է նեղացած, շատ է նեղսրտած, բայց հավատքի առումով մենք տեսնում ենք, ես երեք Լորվա մարզում էի այցելել եմ մի շարք եկեղեցիներ, ուղղակի հիացած եմ, նախ որևէ չուլան եկեղեցի չեմ տեսել, իսկ չուլանացված եկեղեցիները դրանք Ժանա Անդրեասյանի հովանու ներքո են, որովհետև դրանք խոնարհված եկեղեցիներն են, Նիկոլ Փաշինյանը թող գնա այնտեղ հասկանա, որտեղից են այդ չուլանացված եկեղեցիները այդքան շատանում, եւ երեք Լորվա մարզում ես ուղղակի իսկապես հիացած էի, թե մեր հավատավոր ժողովուրդը Ախթալայի եկեղեցում տեղուդադար չկար, ինչքան մարդաշատ էր եկեղեցին, ես վստահ եմ, որ հավատավոր ժողովուրդը, եթե ներսի թշնամին փորձի
իսկապես մեր հավատքի վրա ոտքերը սրբել, մեր ժողովուրդը դա թույլ չի տա։ Բայց եւ իրենք օրինակ համարձակվեն մինչեւ անգամ բախումների տանել, մինչեւ որտեղ եկեղեցին ահազանգեց այս իշխանության կողմից ահաբեկչության ծրագրավորման մասին։ Իրենք ամեն ինչ կանեն, մենք տեսել ենք, իրենք ամեն ինչ կանեն, իրենք փողով ամեն ինչ կանեն, այս իշխանության համար գերական փողն է, եթե լավ են վճարվում ներսից, դրսից, մյուս տեղերից, այստեղ վստահ եմ կան գործակալական ցանցեր, բազմաթիվ են դրանք գործում են նաև ամեն ինչի ընդունակ են, իսկ ինչ է մինչև հիմա իրենք ինչ են ասել ի դեմ մեր ժողովրդի, որ չեն արել, այլ բան է, որ իրենք ինչ խոստացել են ժողովրդին ի բարօրություն, դա չեն արել։ Տեսեք երեկվա այդ ձերբակալությունները, ժողովուրդը այլևս նախկին վարչապետին ձերբակալեցին, ժողովուրդը այլևս թքած ունի նման բաների վրա, որովհետև սկզբից ոգևորված էր, գիտեր, որ հեսա պիտի բերեն այդ ունեցվածքը բաժանեն իրեն, իրավիճակն է լավանա, բայց ժողովուրդը այսօր տեսնում է ինքը ամեն օր նոր թանկացումների խնդրի առաջ է կանգնում, իսկ իրենք բարգավաճում են, նորանոր գույքեր են ձեռք բերում, նորանոր բիզնեսներ են ձեռք բերում, ժողովուրդը լավ հասկանում է, որ տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, բազմաթիվ զինվորականների նկատմամբ հետախուզում է հայտարարել, բազմաթիվ մարդկանց ձերբակալումների շոուներ է սարքել եւ դրանից ժողովրդին ինչ Դրանից իրենց կողմից սարկած բիզնեսմեններն են բարգավաճում, իրենք են բիզնեսներ նոր ստեղծում, իրենք են նոր, ես ինչի եմ ասում, մենք պետք է ուղղակի հասկանանք, որ այս իշխանությունը պարզապես Հայաստանում գործում է որպես թուրք-ադրբեջանական ներկայացուցչություն եւ դուք ասում եք Էրդողանին գնալու է հանդիպելու, տեսեք, մենք այդ լրատվությունը ստանում ենք թուրքական լրատվամիջոցներից եւ ոչ թե պաշտոնական հայկական լրատվամիջոցներից, օրինակ կառավարության կայքից, դա նշանակում է, որ եթե դու չես տեղեկացնում քո ժողովրդին, որ գնում ես Էրդողանի հետ հանդիպման, նշանակում է Էրդողանը նոր հանձնարարություն պիտի տա մեզ, որ մեզ չէ իհարկե, ձեզ նոր հանձնարարություն ունի տալու եւ դուք այդ հանձնարարության հետևից եք գնում։ Մինչեւ հիմա ես չեմ տեսել, որ Կիրթ Ալիևի հետ, կառուցողական Ալիևի, երեք էլ ասում էր կառուցողական Էրդողանի հետ, ես չեմ տեսել այդ կառուցողական երկրներից, բացի մեր Արցախը զավթելուց, մեր ինքնիշխան տարածքի 200 քառակուսին զավթելուց, Տավուշի տարածքից հողեր զավթելուց բացի եւ ամեն օր Սյունիքի մարզում կրակոցներ ու Տավուշի մարզում կրակոցներ թողելուց բացի ինչ որ լավ բան գնում են նոր հանձնարարականի հետևից ես կարծում եմ Նման մի հանձնարարություն էլ տրված էր մեկ շաբաթ առաջ ազգային ժողովի շենքի մոտ ուժեր կան չէ արտախորհրդարանական Դե տեսեք մենք ես ինչի եմ ասում պետք է հումանիտար առաջին քայլ արվեր եւ հումանիտար օգնություն ուղարկվեր Իրան, որովհետեւ մենք այսպիսի մի մեր մեջ այս իշխանությունը այսպիսի մի կարծրատիպ է ձևավորել հասարակության մեջ, որ մենք պետք է մեր դաշնակիցներից միայն ուզենք, մենք պարտավոր չենք իրենց ինչ որ բան առաջարկելու Հիմա դե գրանտային ծրագրերը դրսից շատ են երևի, փողերը շատ են, տեսնում ենք, փողեր կան, բերում են, ծախսում են աչից ձախից, որպիսի մեր հասարակության մեջ եւ պարակտում լինի, ինչպես նաեւ մեր հարաբերությունները մեր դաշնակից պետությունների եւ Իրանի հետ եւ Ռուսաստանի հետ լարվեն։ Ցավոք, այո, այսքան ժամանակ այդ Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական գրպանային ընդդիմությունը միայնակ դուրս է գալիս մեր բարեկամ Ռուսաստանի ցանկացած ներկայացուցիչ, որ այցելում է այստեղ, դուրս է գալիս եւ հակընդդեմ ակցիաներ է անում։ Այս անգամ մենք որոշեցինք, համահայկական ճակատ շարժումը որոշեց, որ չի կարող անընդհատ այդ թշնամական վերաբերմունքը դրսևորել մեր դարավոր բարեկամ ռուս ժողովրդի նկատմամբ, առավել եւս նրանք, ովքեր այսօր հայ-ռուսական դարավոր բարեկամությանը դեմ են, նրանք պարզապես փորձում են Հայաստանը դարձնել թուրքական վիլայետ եւ այդ
այդ օրը մենք մեր ողջույնն էինք ուզում հղել Մատվիենկոին, ով այցելել էր Հայաստան, դե դրանք հրահրիչ եւ սադրիչ ուժեր են, միանգամից եկան, սկսեցին մեզ թուրք անվանել, չնայած որ թուրքական վիլայեթ Հայաստանը իրենք են ուզում դարձնեն, եւ ես այդ օրն էլ հիմա էլ դիմում եմ Նիկոլ Փաշինյանին եւ ասում եմ Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկում էիք այդ խմբակներին, ովքեր այդպիսի հակառուսական ակցիաներ են իրականացնում Հայաստանում, որովհետև Ռուսաստանը մեր դարավոր դաշնակիցն է, այդ մարդկանց մի օր որպես հումանիտար բեռ ուղարկեք Թուրքիա, այնտեղ գուցե իրենց լավը զգան։ Սադրիչներ էին, շարքային սադրիչներ։ Բոլորս լավ գիտենք, դասալիքները չեն կարող, իսկ նրանց մեջ դասալիքների մի մեծ հոծ բանակ կար։ Դասալիքը չի կարող գալ ու խոսել հայրենիքի պաշտպանությունից։ Ցավոք, այսօր ամեն ինչ գլխիվայր շրջվել է։ Դասալիքները այսօր մեզ կառավարում են, դասալիքները փորձում են խոսել հայրենիքից։ Դասալիքները կարող են խոսել միայն Թուրքիա գնալուց, թուրքերի ոտքի տակ ընկնելուց, թուրքերի աչը համբուրելուց, ձախը համբուրելուց։ Դասալիքները չեն կարող այստեղ հայրենիքից խոսել։ Ամոթ է։ Եվ հայտնի դարձավ նաև, որ Իմ քայլը հիմնադրամի և կրթվելը նորաձև է այս մրցության ծախսերը պետական բյուջեով է իրացվում, Արայք Հարությունյանը դա հաստատեց ազգային ժողովում, և նաև Աննա Հակոբյանը Չինաստան է պատրաստվում մեկնել երկամյա մագիստրոսական կրթության, շատերը սա որակում են փախուստ, և սա պետք է շատերը գնահատում պահազան լինի քվեականների համար նաև, խնդրեմ։ Այն, որ այդ ուղղաթիռով այս մարզ այցելել, այն մարզ այցելելը մեր բոլորի հարկերի շնորհիվ է անում կառավարությունը, սա ուղղակի Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի թալանն է յուրաքանչյուր մարդու գրպանից մարդկանց թալան են սկսել։ Իրենք հիմա ուզում են ասել, ձեր Սաշիկն էլ ենք մենք, ձեր Հովիկ Աբրահամյանն էլ ենք մենք, ձեր նախկինն էլ ենք մենք ենք հիմա թալանողը։ Ով է ձեզ թույլ տվել, որ դուք Հայաստանի քաղաքացու վճարած հարկերի հաշվին ուղղաթիռով մի 30 շարասյուն մեքենայով գնաք այս մարզ, այն մարզ կրթելու։ Առավել եւս, որ Աննա Հակոբյանը որոշել է գնալ Չինաստան կրթվելու, նշանակում է Աննա Հակոբյանը ինքն իր մեջ հասկացել է, որ ինքը կրթվելու տեղ ունի, պիտի գնա ու կրթվի։ Այդ մարդը նոր պիտի գնա կրթվի։ Դուք ուր եք գնում մեր հարկերի հաշվին, մեր փողերը մսխելով, մեր փողերը ձեր գրպանը դնելով, մեր փողերի հաշվին ման գալով, ուղղաթիռով, չգիտեմ, շարասյունով, գնաք ու փորձեք այդ մարդկանց։ Նախ ես ուզում եմ դիմել այն քաղաքացիներին, ովքեր գնում են կրթվելու այդ ծրագրի շրջանակում, հարգելիներս, ամոթ է, իրենց համար կիրթ մարդու այդ օրինակը Թշնամի պետության նախագահ Ալիևն է, կհիշեք, ասում էին կիրթ մարդ է։ Ձեզ մոտ ինչ-որ բաներ են խոսում, դուրս են գալիս, օրինակ, տեսեք, տարիներ առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյան ձեռքը բռնած գոռում էին Լևոն, այսօր ասում են սրբապիղծ է, այսօր չգիտես ինչ անվանումներ են տալիս, հետո ձեր մոտից դուրս են գալիս ամենահայոյախառն լեքսիկոնով շփվում են հասարակության հետ։ Պարզապես ձեզ սիրեք, ձեր ընտանիքը սիրեք, կրթվեք ինքներդ ձեր ներսում, կրթվեք ձեր մեջ, կրթեք ձեր երեխաներին եւ դուք այսօր վստահ եմ այդ դահլիճում նստածներից շատ շատերը կարող են կրթել եւ Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին։ Իսկ Աննա Հակոբյանի Չինաստանյան այցը ես կարող եմ նաեւ այսպիսի չեմ ասի տպավորություն ունեմ, որ օրինակ Չինաստանը ինքը շատ ամենակիչ հայ ունեցող երկիրն է եւ Չինաստանը կարող է լինել այն ընտրված երկիրը, որտեղ օրինակ կգնա սկզբից Նիկոլ Փաշինյանի տիկինը, հետո Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ Եվրոպա որ գնան հայերը շատ են անպայման այս իրենց գործողությունների վրեժը կլուծեն, Ամերիկա գնան հայերը շատ են վրեժը կլուծեն, Ռուսաստան գնան հայերը շատ են վրեժը կլուծեն,
Միակ այդ փախնելու տեղը իրենց կամ Հնդկաստանը պիտի լինի կամ Չինաստանը, որտեղ այդ մեծ պետության մեջ Թուրքիան դավաճաներին միշտ էլ դավաճաների հետ գիտի ինչպես հաշվեհարդար տեսնի։ Դավաճաներին իրենց ձեռքով են գործերը անում։ Մեծ երկիր է, չեն ճանաչի իրենց, չեն էլ իմանա ով են, ինչ են, չինացու պետքն էլ չի լինի, կգնան իրենց կապիտալը այնտեղ կտեղափոխեն, այնտեղ իրենց բիզնեսը կսկսեն, ես չեմ կարծում էլի, որ գնում են դե մինչև 26 թվական քիչ մնաց, այնտեղ էլ ընտրությունները պարտություն կգրեի Նիկոլ Փաշինյանը, փախուստը կա ու կա, ընտրվել է Չինաստանի Հանրապետությունը, ես այդպես եմ կարծում։ Շնորհակալություն, Տիկին Ստեփանյան։ Ձեզ եմ շնորհակալ։